Բարև ձեզ Եվրոմեդիայի հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար, իրավաբան, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, բարև ձեզ պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար եւ երևի թե սկսենք աղմուկ բարձրացրած մի թեմայից, այն է Փաշինյանի թիրախավորելը եկեղեցուն 3 կառավարության հերթական նիստի ժամանակ Փաշինյանը եկեղեցիներն անվանեց Չուլան եւ ստացավ համարժեք պատասխանը գուգարած թեմի առաջնորդից։ Այսօր արդեն Facebook-յան իր էջում ինչ-որ արշավ է սկսել, որով կրկին անգամ թիրախավորում է եւ վիրավորում է։ Ինչի համար է այս ամենը արվում։ Տեսեք, եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում ամենաինստիտուցիոնալ կառույցն է, որ մնացել է։ Մնացած ամեն ինչ ըստ էության Նիկոլ Փաշինյանը կարողացել է հաջողի եւ տանի դեպի ապամոնտաժում։ Եվ նրան պետք է վերջնականապես Հայաստանի Հանրապետության բոլոր ինստիտուցիոնալ կառույցները մաքսիմում կարողանա կազմաքանդի։ Ինչպես։ Ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խոսում էր, որ Էջմիածինը դա իրենց պատմական հողերն է, իսկ Էջմիածնի եկեղեցին տարածաշրջանի համար սպառնալիք եւ վտանգ է ներկայացնում։ Մի քիչ ավելի խորք եկեք գնանք Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային անվտանգության ռազմավարությունների մեջ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես դիտարկվում է որպես սպառնալիք, այսինքն նրանք գործողություններ են պլանավորում, դա նոր չէ, դա Թուրքիայի պարագայում 100-ամյակ է, որ նաև կա, եւ միևնույն ժամանակ հայ առաքելական եկեղեցին Եվրոպայում ունենում է հանդիպումներ, հանդես է գալիս Արցախահայության, Արցախից բռնի տեղանման, Արցախի հայկականության վերաբերյալ թեզերով, հանդիպումներով, պատմական, փաստական վերլուծություններով, պահանջներով այդ թվում, եւ դա իհարկե ադրբեջանցիներին չէր կարող դուր գալ, խիստ վրդովմունք է առաջացրել, եւ Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարի դիրքտոջ հետ միասին պետք է հրապարակային երթումը տար նորից թշնամի Ադրբեջանին, որպեսզի հաստատի, որ մենք ձեր հետ ենք, կապ չունի եկեղեցին ինչով է զբաղված եւ ինչ է խոսում, դուք իմացեք, որ Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին է եւ այո, վերահաստատում ենք, որ Արցախը ձերն է, մենք Արցախի հետ որևէ կապ չունենք։ Այս ամբողջ տրամաբանության մեջ է ամեն ինչը կառուցված։ Մնացածը արդեն դետալներ են, որ նույնիսկ շատ ամոթ է այդ անբարոյականությանը անդրադառնալը, դրանից ցածր, այսինքն այսքան մեկնաբանությունից իջնել ներքև ու անդրադառնալը։ Մի դիտարկում կցանկանայի ուղղակի իրականացնել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավարը մենեջմենթի master class պետք է ցուցադրի իր կառավարության նիստերի ժամանակ, իր գործունեությամբ ընդհանրապես եւ հատկապես գործարար խավը, այսինքն մենեջերները, կառավարիչները պետք է յուրաքանչյուր 5 շաբթի օր, յուրաքանչյուր ելույթ եւ գործողություն այդպես մանրակրկիտ ուսումնասիրեն, որպեսզի այդ թվում որոշակի բաներ սովորեն, որովհետև Հայաստանի ամենախոշոր գործատունը հենց Հայաստանի Հանրապետությունը ինքն է 200,000 մինչև 300,000 աշխատակազմով։ Հայաստանը ամենամեծ տնտեսությունն է, այսինքն մակրո տնտեսությունն է, որը կառավարում է գործադիր մարմնի ղեկավարը։ Կազմակերպությունների ղեկավարները միկրոտնտեսություններ են կառավարում, այսինքն իր պաշտոնով պայմանավորված Հայաստանի թիվ 1 կառավարիչը պետք է նաև իր կառավարման ձևով արդյունավետությամբ պետք է օրինակ ծառայի բոլոր միկրոմենեջերներին։ Ինչ օրինակ է ծառայում Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը։ Փնթիության, տգիտության, կազմաքանդման եւ սա բնականաբար հանգեցնում է դեմոտիվացման, հանգեցնում է անորոշությունների ավելացման, նման պարագայում հետո մենք խոսում ենք արդեն Հայաստանի Հանրապետությունում ինչու են ներդրումները շարունակաբար մի քանի տարի միմյանց հետևից այդպես անդադ նվազում, ինչու Հայաստանի Հանրապետությունը չի զարգանում, ինչու են Հայաստանի Հանրապետությունում ծնված տղա երեխաներին այլ երկրների քաղաքացիներ դարձնում, ինչու է զորակոչվողների թվաքանակը 40%-ով նվազել եւ այսպես շարունակ։ Այդ ամբողջական շղթայի մեջ եթե մենք դիտարկում ենք, Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը զբաղված է արդեն վաղուց գործարկված է Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումը, կազմաքանդումը բոլոր ինստիտուցիոնալ կառույցների, իսկ եկեղեցին այն վերջին ինստիտուցիոնալ կառույցն է, որի վրա դեռևս պետք է աշխատանք տարվի։ Բայց ինչպես պետք է ի վերջո այս ամենին վերջ տալ։ Որոնք են քայլեր, ինչ քայլեր են պետք։ Մի քայլ ընդհանրապես գոյություն ունի, այլ քայլեր պետք չեն։ Այսպիսի կառավարության ուղղակի պետք է վտարել։ Ինչպես։ Դուրս շպրտել։ Ինչպես է արդեն ունի մի քանի ճանապարհներ։
Երկու հիմնական ճանապարհ գոյություն ունեն՝ փողոց գեներացնելով եւ ընտրական ճանապարհներով։ Եթե մենք հայ ժողովուրդս ունենք այդքան համբերություն, այդքան տոկունություն, որ կարողանանք դիմադրենք այս ցնդաբանություններին, այս խուլիգանություններին, ապա մենք պետք է մինչև 2026 թվական սպասենք։ Եթե չունենք այդքան համբերություն, միևնույն ժամանակ ունենք բավարար չափով ռեսուրս փողոց գեներացնելու, ապա նաև պետք է գնանք այդ ուղղությամբ։ Բայց կախված է սթափ հաշվարկից։ Տեսել ենք, որ փողոց գեներացվել է, բայց ոչինչ այդպես էլ չի փոխվել։ Գիտեք, այդ հարցը երևի պետք է ուղղեք փողոց գեներացնողներին, թե ինչու չի փոխվել, որովհետև պատճառները շատ տարբեր կարող են լինել։ Միգուցե նպատակը չի եղել փոփոխությունը։ Միգուցե նպատակը եղել է փոփոխությունը, բայց եղել են անկազմակերպ։ Տարբեր են։ Դրա համար այդ հարցին կարող են իրենք պատասխանել։ Ես նույնիսկ եթե ունենամ իմ անձնական կարծիք այդպիսի բոլոր այսպես պրավալների վերաբերյալ, այնուամենայնիվ կոռեկտ չեմ համարի դրա վերաբերյալ տան պատասխան հստակ։ Պարոն Սարգսյան, անդրադառնանք նաև այլ թեմայի։ Մայիսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նշեց, որ երջանիկ լինելու համար պետք է հարկ վճարել։ Ձեր դիրքորոշումը այս մասին արդյոք հարկեր վճարելն են մեզ դարձնում երջանիկ։ Տեսեք, հարկ վճարելը սահմանադրական պարտականություն է, օրենքով սահմանված պարտականություն է, այսինքն սահմանադրությամբ ամրագրված, այնուհետև բոլոր պետություններում այդպես բյուջեի եկամտային մասի պլանավորում, այսինքն բյուջեի օրենքով ֆիքսած, հարկային օրենսգրքով կարգավորվող իրավահարաբերությունների հարկի վճարումը։ Հարկվող սուբյեկտները կազմակերպություններն են, քաղաքացիներն են, օտարերկրյա քաղաքացիներն են եւ այլն։ Հարկի վճարումը երբևէ չի լինում երջանիկ, հարկի վճարումը միշտ լինում է պարտականություն։ Կարող է լինել հաճելի պարտականություն, կարող է լինել բավարարվածության զգացում, բայց ոչ հաստատ երջանկություն։ Այդպիսի բան չի կարող լինել։ Նմանատիպ բոլոր ձևակերպումները միանշանակ խոսում են մանկամտության մասին։ Միանշանակ, այդպիսի բան գոյություն չունի, հարկը չի կարող մարդուն երջանկացնել։ Դուք կարող եք այդպիսի հարցը ուղղել հոգեբաններին, սոցիոլոգներին, ովքեր որ կարողանում են մարդկանց երջանկության այդպես աստիճանի կամ երջանկության վերաբերյալ պատկերացումները շատ ավելի պատկերավոր նկարագրել, ինչից մարդը կարող է կամ այդ թվում նաև բժիշկներին, որոնք որ այդ քրոմոսոմներով, բջիջներով երջանկության հասնելու կամ երջանկության անկրտարտների բնութագիր կարող են տալ։ Ես կարող եմ հակառակ վստահեցում անել, որ հարկ վճարող ցանկացած սուբյեկտ, այսինքն լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ֆիզիկական անձ մարդ, թե լինի կազմակերպություն, թե լինի անհատ ձեռնարկատեր, նրանք ուղղակի դրանից չեն երջանկանում։ Հարկից երջանկանում են կամ հարկի վճարումից այսպես լինում են բավարարված կամ գոհ կամ դժգոհ, կախված պետական ծախսային քաղաքականությունից։ Հայաստանի Հանրապետությունում ծախսային քաղաքականությունը ուղղված է Հայաստանի նորից պետք է կրկնեմ ապամոնտաժմանը։ Չեն ապահովում չեն կառուցվում պաշտպանական համակարգեր, չի արդիականացվում, վերազինվում բանակը, կազմակերպչական նույնիսկ ինստիտուցիոնալ առումով որևէ տեսակ դրական փոփոխություն չկա։ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրը շարունակում է լինել ոչ գրավիչ, Հայաստանի Հանրապետությունում կրթությունը շարունակում է լինել աղետալի մակարդակում, առողջապահությունը շարունակում է լինել աղետալի մակարդակում ու անհասանելի, բնակչության կեսից ավելին, եթե ոչ 90%-ին, այդպիսի իրավիճակում գտնվող հարկատուն չի կարող ուղղակի երջանիկ լինել։ Երջանիկ բառը հանենք, որովհետև նորից եմ կրկնում, դա մանկամտության շարքից է, բայց բավարարված լինել կամ գոհ լինել, որովհետև հարկի վճարումը իրավական պարտականությունից բացի նաև ինքը ծառայության վճար է համարվում, որովհետև յուրաքանչյուր հարկատու, յուրաքանչյուր ծախս կատարող մարդ յուրաքանչյուր ծախսից ունի ակնկալիք։ Ակնկալիքներն կարող են լինել երկարաժամկետ, կարճաժամկետ, օրինակ գումարի ծախսումից ակնկալիք առօրյա յուրաքանչյուր մարդուն վերաբերելի ծախսի ակնկալիքից եկեք սկսենք։ Յուրաքանչյուր օրվա անհրաժեշտ սննդի չափականակի ձեռքբերումը։ Ակնկալում է, չէ, 1000 դրամ վճարեց, օրինակ բրինձի ձեռքբերում է ակնկալում։ Հաջորդ ձեռքբերումը, օրինակ տաքսի մեքենայի միջոցով, չգիտեմ, 1000 դրամ վճարեց, որպեսզի հասնի աշխատանքի վայր։ Գալիս ենք միջին մակարդակ, այսինքն կազմակերպություններ եւ բիզնես դաշտ։ Այստեղ յուրաքանչյուր ծախս ունի նորից ակնկալիք։ Նյութերի ձեռքբերում, որը պետք է դառնա արտադրանք եւ վաճառվի, որը կգեներացնի եկամուտ։
աշխատակազմի աշխատավարձ, որ պետք է կատարի համապատասխան աշխատանքը, համապատասխան պաշտոնում եւ դիրքում, որպիսի գեներացնի այդ եկամուտ, այսինքն օգնի օժանդակի ապրանքի վաճառքին։ Հոսանքի վճարում, որպիսի կարողանա կամ հովացման կամ տաքացման տարբեր սեզոններից կախված իր խնդիրները լուծի եւ այլն, բոլոր ծախսերը չթվարկեն, որ այդպես չծանրաբեռնա։ Հարկը նույնպես համարվում է ծախս։ Հարկի վճարումը շատ դեպքերում բիզնես հոգեբանության մեջ, տնտեսագիտության մեջ հարկը ամենաանընդունելի ծախսն է բիզնեսի համար, որովհետեւ ինքը դրա էֆեկտը անմիջապես չի զգում։ Դա զգում է անուղղակիորեն։ Օրինակ, եթե աշխատակազմին աշխատավարձ է վճարում եւ այդ պահին ստանում է աշխատանք, որը վերահացվում արդեն ապրանքի եւ ապրանքը վաճառում է, փող է գեներացնում, հարկը այդպեսին չի։ Հարկը նորից եմ կրկնում, բիզնեսի համար անարդյունավետ ծախսն է, որը նա միշտ ցանկանում է չվճարել։ Երբ բիզնեսը հարկը կհամարի արդյունավետ ծախս, երբ որ տեսնի, որ ինքը անվտանգ երկրում է ապրում, կանխատեսելի միջավայրում է ապրում եւ ոչ թե կմտածի, որ բիզնեսը դիվերսիֆիկացնի այլ պետություններում, այլ հենց սեփական երկրում կփորձի դիվերսիֆիկացնի եւ զարգացնի, իր զավակների ապագան ոչ թե կկառուցի այլ երկրներում, այլ սեփական երկրում կկառուցի, որովհետեւ կունենա այդ վստահությունը եւ անվտանգային եւ կանխատեսելիության վերաբերյալ, բայց Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկը դա չի տեսնում։ Խոսացեք ցանկացած բիզնեսի ներկայացուցիչի հետ, միկրո, միջին, խոշոր բիզնես, որևէ մեկը չունի այդ վստահությունը Հայաստանի Հանրապետությունում։ Գումարած ամենակարևորը, որի մասին միշտ խոսում եմ, հարկատուն իրեն զգում է քծված։ Հարկատուն զգում է, որ իրենից կրկնակի հարկ են պահանջում։ Հարկատուն հարկը վճարում է որոշակի ակնկալիքներով, որ պետությունը պարտավոր է մատուցել կրթական ծառայություններ, առողջապահական ծառայություններ, այլ ծառայությունների մասին էլ չեմ գնում։ Հարկ վճարողը հարկը վճարում է, որպեսզի իր զավակը ստանա անվճար կրթություն, բայց միևնույն ժամանակ դպրոցին եւ համալսարանին վճարում է, որ իր զավակը ստանա կրթություն, բայց հարկի հաշվին դա պետք է ապահովեր։ Հարկատուն հարկը վճարում է, որ ստանա անվճար բժշկական օգնություն, բայց միևնույն ժամանակ ինքը հիվանդանոցներին վճարում է սեփական գրպանից, որ ստանա այդ ծառայությունը, այսինքն ինքը կրկնակի է վճարում իր ծախսերի համար։ Հետևաբար, այսպիսի հարկատուն երբեք չի կարող լինել երջանիկ։ Եվ այդ մեր երջանիկ տղային կարելի է նաև հորդորել, մի հատ վերագնահատի իր կենսագրությունը, մի հատ հասկանա ինքը ընդհանրապես կյանքի մեջ արժեք ստեղծած կա թե չէ, որևէ տնտեսավարություն ձեռնարկած կա թե չէ, հետո նոր խոսի հարկի եւ երջանկության փոխադարձ կապից։ Պարոն Սարգսյան, տեսեք, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը նաև նշել է, որ հարկերից խուսափելու մշակույթը պետք է վերանա, սակայն պրակտիկայում մենք տեսնում ենք, որ թե խոշոր, թե միջին, թե փոքր բիզնեսի տերերը վճարում են հարկերը, անգամ կառավարության դիմաց կամ այլ շենքերի առաջ բարձրացնում են իրենց բողոքի ձայնը այն մասին, որ հարկերը շատ բարձր են, դուք էլ ինքներդ նշեցիք, որ 2 անգամ ավելի հարկ են վճարում։ Ինչի համար են նման հայտարարությունները այդ ամենի ֆոնին։ Դուք հիշում եք, չէ, որ նախորդը մենք հիմնավորեցինք, որ մանկամտության վերաբերյալ այդպես թեզ զարգացրեցինք ու կարծես թե հիմնավոր զարգացրեցինք։ Հիմա ձեր հարցին որպես նախորդ պատասխանի տրամաբանական շարունակություն չի կարող այդպիսի մտածելակերպ ունեցող մարդ այլ ձևակերպում տալ։ Սրանք ուղիղ փոխկապակցված են միմյանց հետ։ Եթե մարդը ունի մանկամտության որոշակի ընդ որում վնասակար ու վտանգավոր աստիճան, հետևաբար ռացիոնալ խոսք ակնկալել այդ մարդուց անիմաստ գործողություն է։ Հիմա գանք հարկերի վճարման կամ հարկերից թաքցնելու, հարկերից խուսափելու ինստիտուտին։ Ինչպես է ձևավորվում։ Նախորդ հարցի պատասխանի մեջ ընդգրկված էր, որ հարկը համարվում է անիմաստ ու աննպատակ ծախս հարկատուի համար։ Եթե ինքը չի ստանում այդպիսի ծառայություններ, ինքը մաքսիմում փորձում է դրանից խուսափել։ Սրանք կան աշխարհի բոլոր երկրներում։ Աշխարհի բոլոր երկրներում կան անբարեխիղճ տնտեսվարողներ, չի կարող սա ուղղակի չլինել։ Դա նույնը կլինի, որ մենք ասենք, օրինակ հանցագործ չպետք է լինի։ Չի կարող գողություն իրականացնող անձ լինի, չի կարող այդպիսի բան լինել, որովհետև տարբեր են մարդիկ։ Նույնը տնտեսավարության մեջ է այդպես։ Հիմա վերադառնալով արդեն երկրորդ հարցին, լավ կլինի պետական եկամուտների կոմիտեի նախագահը մտածի հարկային տերորի մասին, այսինքն իր ֆունկցիոնալ պարտականությունները պատշաճ ամբողջ ծավալով կատարելու մասին։ Լավ կլինի մտածի հարկային հարձակումների մասին, հարկային բռնության մասին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, միկրո, միջին, մանր եւ խոշոր բիզնեսները բոլորի ենթարկվում են հարկային բռնության։
Ես ստիպված պետք է բոլոր շերտերին առանձին թվարկում կատարեմ։ Հայտարարման ինստիտուտի ներդրումով պայմանավորված փորձում են հարկային բռնության ենթարկել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ իհարկե թույլ չենք տալու, սա եւս մեկ առիթ է շեշտեն իրենց, որ իրենք գիտակցեն, որ դա մենք թույլ չենք տալու։ Մանր միկրո բիզնեսին հարկային բեռի ավելացումով, հարկային տուժեր տուգանքների ավելացումով, այդպիսի մահակներ ձեռքները հավաքելով հարկային բռնության են ենթարկվում այս շերտի մարդիկ։ Խոշոր բիզնեսը բարբերաբար ենթարկվում է հարկային բռնության մի կողմից հարկային տեսուչների մուտք գործելու, այդպես ստուգումներ իրականացնելու եղանակով, հաջորդ դեպքում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով։ Տեսեք երկխոսությունը ինչպես է սկսվում։ Այլ հարց է, երբ որ մեդիա հարթակներում կամ հասանելի տեղեկատվության մեջ իրականությունն այլ հարց է, երբ որ անձամբ դու շփվում ես բիզնեսի հետ եւ տեսնում ես ինչ է կատարվում։ Օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման ժամանակ օպերլիազորը մտնում է, շատ դեպքերում կարող է քննչական խումբ ձևավորվել քննիչի որոշումով, այսինքն համատեղ քննիչները եւ օպերատիվ ծառայողները միմյանց հետ գնում են եւ որոշակի պահանջ են ներկայացնում։ Ինչ որ բանի արգելքի, չխորանանք ինչի արգելքի։ Եվ ասում են, եթե դուք չեք համաձայնվում մեր պայմաններին, ապա մենք ձեր համակարգիչներն արգրավում ենք եւ տանենք։ Տեսեք, նրանք իրենց աշխատանքով խոչընդոտում են տնտեսվարողի բնականon աշխատանքը։ Համակարգիչները եթե տանեն, օպերատիվ աշխատանք իրականացնեն, համակարգիչների պարունակությունը արագ կամ դատարկեն կամ ստուգեն կամ այլ էլեկտրոնային կրիչի միջոցով, քաչ հայտնի մեր հասարակությանը ֆլեշկայի միջոցով համակարգչից այդ տեղեկատվությունը հանեն տանեն, սա կհամարենք ոչինչ նորմալ է։ Բայց երբ որ համակարգիչ տանում են, ամիսներով, տարիներով, նորից եմ կրկնում, եւ մանր բիզնեսի մոտ է դա ստացվում, եւ խոշոր եւ միջին բիզնեսի մոտ։ Տարիներով համակարգիչ հետ չեն վերադարձնում։ Լրացուցիչ ծախս է անհրաժեշտ։ Արդյոք այդ փոքր բիզնեսը կարողանալու է սպասարկել սերվերների սպասարկում, նոր համակարգիչների ձեռքբերում եւ այլն։ Հիմա եթե ասում են հարկերից խուսափում են, այստեղ երկու հիմնական խնդիր կա, որի վրա պետք է կենտրոնանան։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, իհարկե եթե լինեն կոմպետենտ, սրանց մասին չի խոսք, իրականության մասին է խոսքը, սրանցից մոռացեք որևէ դրական ակնկալիք չի կարող ուղղակի լինել։ Էկոնոմիկայի նախարարը, ֆինանսների նախարարը, վարչապետի աշխատակազմը, այսինքն կառավարությունը։ Այս 4 կառույցները պետք է օր ու գիշեր աշխատեն պետական ծախսերի արդյունավետության, պետական ծախսերի յուրաքանչյուր քաղաքացու համար շահեկան լինելու վերաբերյալ, ինչպես նաև զերծ մնան հարկային տերորի ենթարկելուց եւ հարկային բռնություն կիրառելուց։ Այս երկու գործողությունը պետք է կատարեն։ Մնացած իրանցից որևէ ակնկալիք պետք չունենան։ Պարոն Սարգսյան, անդրադառնանք նաև մեկ այլ թեմայի, որը նույնպես աղմուկ բարձրացրեց, այն է բանակից ազատվելու մասին նոր օրենք, որը փորձում է իշխող քաղաքացիական պայմանագիրն ընդունել։ Օրենքի համաձայն կարող են գումարի դիմաց ազատվել բանակից։ Որպես տնտեսագետ խնդրում եմ ձեր դիրքորոշումները այս մասին հայտնեք, արդյոք սա որևէ կերպ կարող է ազդել օրինակ տնտեսության վրա։ Տնտեսության հետ դա որևէ կապ չի կարող ունենալ։ Եվ կարծում եմ թեման այլևս ակտուալ չի, որովհետև նույնիսկ ՄԻՊ-ն է հայտարարել, ընդ որում այս իշխանությունների ՄԻՊ-ն է հայտարարել, որ հակասահմանադրական տարրեր է պարունակում իր մեջ օրենքի նախագիծը եւ կարծես թե ժամանակավոր հետ է կանչվել նախագիծի եւ չի քննարկվի։ Հետևաբար, քան դեռ ակտիվ քննարկման փուլում չի, այդքան շատ բացերի մասին կարող ենք չխոսել, բայց մի դիտարկում կանեմ, սա բանակի վերջնական կազմակերպման ծրագրի հերթական դրսևորումն է։ Այլ որևէ բան այստեղ չկա։ Մնացածը կարող է լինել դետալային քննարկումներ։ Կարող է ինչ որ մեկը բերել 3 դրական սպասում, հաջորդը բերել 15 բացասական սպասում կամ հետևանքի հստակ հաշվար։ Հետևաբար, քանի դեռ ակտուալ չի, դրա համար առաջարկում եմ բավարարվել նրանով, որ գնահատականով, որ սա բանակի կազմակերպման ինչ որ մի օղակ է։ 54000 քաղաքացի հայտարարագիր է արդեն լրացրել։ Ինչ եք կարծում, կաճի այս թիվը, թե կմնա 54000։ Մեր նախնական հաշվարկներով 860,000 նախնական, որովհետև այդ թիվը որևէ տեղ չկա։ Այսինքն եթե որևէ պետական մարմին կարողանա դա հաշվառել, ապա մենք կարող ենք այդ տեղեկատվության դիրապետել։ 860,000 եւ ավելի մարդ պետք է հայտարարագիր ներկայացնի, փաստորեն 806,000 մարդ դեռևս չի ներկայացրել։ Ես նաև տիրապետում եմ տեղեկատվության, որտեղ տեղի ունենում բռնություն,
այն հարկային բռնությունը, որ ասում էի, բռնության եւս մեկ դրսևորում մանկապարտեզներում, դպրոցներում, պետական եւ համայնքային ծառայություններում, իշխանությունների հետ փոխկապակցված բիզնեսներում, բանկային համակարգում պարտադրում են, որպեսզի աշխատակիցները ներկայացնեն հայտարարագիր։ Նորից եմ կրկնում։ Պարտադրում են պետական մարմիններին, համայնքային ծառայողներին, բանկային համակարգին եւ իշխանության փոխկապակցված բիզնեսի աշխատակազմին, որպեսզի լրացնեն։ Այս պարտադրանքը ես կարծում եմ չի կարող 100,000-ից ավելի արդյունք տալ իրենց համար արդյունք, որովհետև պետական ծառայողների մասնավոր ոլորտում ներգրավված աշխատակազմի գերակշիռ մեծամասնությունը, եթե չասենք 99 եւ ավելի տոկոսը, սկզբունքային, բարոյական, կարգին մարդ են, աշխատող, արարող, ստեղծող մարդիկ են այս մարդիկ։ Եվ կարծում եմ նրանք բռնության չեն ենթարկվի եւ կդիմադրեն, ինչպես որ դիմադրեցին, որ մինչեւ նոյեմբերի 1 հետաձգվի, եւ քանի որ մենք յուրաքանչյուր անգամ նաեւ հայտարարում ենք, որ նոյեմբերից հետո էլ հետաձգվելու եւ այդ թվում կասեցնելու օրենքի բաղադրատոմսեր ունենք եւ վստահություն ենք տալիս, որ դա պետք է այդպես էլ հենց տեղի ունենա, հետեւաբար իմ կոչը մեր սիրելի հայրենակիցներին, պետական ծառայողներին մասնավորապես, որովհետեւ առաջին թիրախային խմբում նրանք են, ընդ որում այն մարդիկ են, ում շնորհիվ դեռևս մենք ունենք պետություն, այսինքն իշխանությանը վերջնականապես չի հաջողվել Հայաստանի Հանրապետություն ապամոնտաժել, հետեւաբար հորդորս կոչս եւ խնդրանքս այս մարդկանց դիմացեք ու տերորի մի ենթարկվեք, մինչեւ նոյեմբերի 1-ից հետո կտեսնեք, որ կրկին հետաձգվում է։ Բայց կանխատեսումներով 100,000 մարդ կարող են ենթարկվել տերորի, կարող են ենթարկվել բռնության եւ ներկայացնել։ Այսինքն այնուամենայնիվ 700,000 մարդ չի ներկայացնում եւ այդ 700,000 մարդը իր կամքը թելադրելու է իշխանությանը, որպեսզի այս օրենքի նախագիծը չեղարկվի։ Իսկ հնարավոր է, որ նոյեմբերի 1-ից ոչ թե հետաձգվի, այլ չեղարկվի նախագիծը։ Մեր խնդիրը հենց չեղարկումն է։ Մենք նպատակադրել ենք չեղարկումը, բայց հետաձգումը այդպես ժամանակավոր լուծում է վերջնական մեր նպատակին հասնելու համար։ Եվ նաեւ մենք կանխատեսումներով ենք գնում դրան ու հստակ ու սթափ հաշվարկներով ենք հասնում դրան։ Քանի որ եթե Աստված մի արասցե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մինչև նոյեմբեր դիմացավ, ապա նոյեմբերից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խնդիր ունի վերարտադրվելու։ Հետևաբար մենք նաև այսպիսի ռացիոնալ հաշվարկներից ելնելով ենք ասում, որ չի կարող ուղղակի մնալ այս օրենքը եւ վերջ։ Չէ, մենք կտանանք իր տնտեսական, սոցիալական, քաղաքական բոլոր պայքարները կիրականացնենք, որպեսզի հասնենք չեղարկման։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սարգսյան։ Հարգելի հեռուստադիտողներ, մեզ կարող եք հետևել նաև YouTube-յան, Facebook-յան եւ Instagram-յան հարթակներում, այսքանն էինք պատրաստել։